գյուղացու վիճակը ինչ է։ Սահմանապահողը գյուղացին է, ժողովրդին կերակրողը գյուղացին է։ Անուշացիան կենտրոնում է, տեղ չկա, տիրական չկա, ֆինանսավորում չկա, չի կարում ապրել։ Բարով ես եկել, սիրում արգում եմ, Աստված քեզ պահապանը լինի։ Ես է ծառուկամ, ինչ հարցով պետք է լի, ես է կողնեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Սոնա Մաթևոսյանն իր սոցհարթակի հետևորդների հետ անկեղծորեն կիսվել է հոլովակով, որտեղ պատմում է երթևեկության ընթացքում տեղի ունեցած միջադեպի եւ ավտոբուսի վարորդի հետ տարաձայնության մասին։ Առաջարկում ենք դիտել հոլովակն առանց մեկնաբանության։ Օրինակով կարա իմ հարցին պատասխանի։ Ավտոբուսի վարորդները ոչ բոլորը իհարկե, բոլորի մասին չի խոսքը, բայց մեծ մասը ինչի է իրանց, չգիտեմ, իրանց ասվել է, ինչ ուզում եք արեք ճանապարհներին, բոլոր ճանապարհները ձերն է, քշեք վարորդների վրա։ Ուրեմն հերիք չի այն գծից, որը մենակ աչա տանում, ինքը որոշում է ուղիղ գա, դե ոչ խախտումները իրաց չի վերաբերում, իրանք ոնց ուզում քշում են։ Ուրեմն ուղիղ է գալիս, բայց ուղիղ միջև չի կարա գա, որովհետև դիմացը վթար է եղել։ Դե պիտի ինչ անի, պիտի քշի կողքի վարորդի վրա։ Քշում է առանց թարթիչը միացնելու, քշում է ին վրա, ասում եմ ինչ ես անում։ Դուրս է եկել իր այդ պատուհանից, ասում է գնա քշել սովորի։ Լուրջ մի քիչ խիղճ չունեն, այ հենց հիմա կնկարեի իրան էլ, հենց հիմա հետևից ես գալիս է իրան էլ, ավտոբուսի համարն էլ, բաներն էլ։ Բայց վայ նրան, ով հանկարծ մտնի, իրանց գծով քշի, այն գծով, որը նախատեսված է միայն ավտոբուսների համար, վայ, մարդ ես էլի, կարող է այդ գից պիտի մտնես, թույլ տված տեղից, որովհետև, չգիտեմ, մտնում ես քո շենքի բակ, եւ այլն, անենց են սիգնալ տալի հետևիցդ, որ ռադդ քաշի այդ քո ճանապարհը, չի այդ մեր ճանապարհն է։ Բայց պարզվում է բոլոր գծերը իրանցն են, մենակ իրանց են պատկանում, կուզեն կքշեն քո վրա, կուզեն, չգիտեմ, ոչ հայլի են նայում, ոչ մի բան, ոնց ուզում քշում են։ Մեծ մարդ, ասա չես ամաչում, ասում է հետևիցս ես գալիս, ասում եմ հետևիցը չեմ գալիս, չես տեսնում, որ կողքդ եմ, կողքովդ քշում եմ, դու քշում ես իմ վրա։ Ասում է դավայ գնա քշել սովորի։ Անշնորհք։ Շատ ջրայնացա։ Շատ։ Սոնա Մաթևոսյանն նորեր առաջ նշել է իր ծննդյան տարեդարձը, ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ եւ ջերմ բարեմաղթանքներ։ Եվ իհարկե անակնկալներ իր մտերիմների կողմից։ Տոնական օրը լի է եղել հաճելի պահերով։ Իսկ սոցիալական հարթակներում դերասանուհու հետևորդները շտապել են շնորհավորել նրան գրելով տասնյակ բարեմաղթանքներ ու հիացական խոսքեր։ Սոնան կիսվել է իր ծննդյան նվերներով ցուցադրելով ծածած անակնկալները։ Հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ դերասանուհին ստացել է մի շարք նվերներ, որոնց թվում առանձնանում է ամենաշքեղը՝ ավտոմեքենան։ Առաջարկում ենք դիտել Star News-ի կողմից առանձնացրած կադրերն առանց մեկնաբանության։ Նշենք նաև, որ Սոնա Մաթևոսյանն իր արխիվային հարցազրույցներից մեկում զրույց է ունեցել Live Panorama AM-ի հետ, որտեղ էլ խոսել է իր ծննդյան տոների շարքից ամենահիշարժան օրվա մասին։ Այսօրվա պես արևոտ ու պայծառ օր էր։ Հիշում եմ, մամային լավ տանջեցի, բայց վերջն իմ ուզածին հասա ու լույս աշխարհ եկա։ Բոլոր ժամանակների ամենաթանկ նվերը։ Ամենաթանկ նվերն ընտանիքիս, ընկերներիս ու հարազատներից անկեղծ մաղթանքներն են։ Եվ նրանց ներկայությունն իմ կյանքում, երբ սիրված ես ու դա ակնհայտ է։ Ինքդ էլ ես սկսում սիրել ու կյանքին այլ աչքերով նայել։ Այդ ժամանակ ամեն ինչ այնքան թեթև է։
Ունեմ սիրված մասնագիտություն, լավ ընտանիք ու ընկերներ, բայց այսօր պակասում է այն, ինչ կունենամ ապագայում։ Չգիտեմ կոնկրետ ինչն է պակասում, երևի շատ բաներ, որոնք համոզված եմ։ Աստծո կամոք անպայման կլրացնեն կյանքս։ Երազանքներ, այդ երազանքները, եթե չլինեին, շատ անիմաստ կլիներ կյանքս։ Ես ամեն օր ոգեշնչվում եմ իմ երազանքներով։ Մարդ երբեք չպետք է կորցնի երազելու ունակությունը։ Ուզում եմ, որ ամբողջ սրտով իրականանա դա, իսկ թե ինչի մասին է խոսքը, թող միայն ես իմանամ։ Սերը առաջ մղելու, արարելու, շնչելու ամենաարդյունավետ եւ ուժեղ դեղամիջոցն է։ Եվ բոլորովին էական չէ, թե ում կամ ինչն ես սիրում։ Եթե այդ զգացմունքը ապրում է քո մեջ, ուրեմն կորած մարդ չես։ Անկեղծորեն նշել էր Սոնան։ Անկեղծորեն նշել է նա։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել Սոնա Մաթևոսյանի ինստագրամյան հարթակի ցոլովակներ առանց մեկնաբանության։